Ողջույն սիրելիներս, տանից դուրս եմ եկել երեկոյան, որ հանգիստ լինի խանութը եկել է մեր մոտի մեծ հսկա Օղալիլը։ Հիմա այսպես խանութներ մտնելով, որ ինչ է հետաքրքիր էր, երկար ժամանակ չեմ եղել, տեսնեմ ինչեր կան, ինչ չկան, ինչ որ բան կգնեմ, չեմ գնի, մի խոսքով գնացինք, որտեղ որ հարմար եղավ, կնկարեմ դուքելից հետ մասնակից կլինենք։ Դե առաջին մտնենք Աշեմը, որը առաջին հարկում է մեծ Օղալիլ եմ եկել, ժողովուրդ ջան, արդեն ծանոթ եք, զեղչեր կան կանաչ կարմիր գույներով, տեսնենք ինչերն են զեղչված, գրեթե մի քանի ամիս այստեղ չենք եկել, չէ՞, կարծեմ, աշնանից այս կողմ Աշեմ չենք մտել։ Ուրեմն տեսականին ուսումնասիրենք, նորությունները, որը որ կա, իրենք այսպես դրել են, ուրեմն դրանք են հենց հիմա մոդա, տարբեր այսպես վերնաշապիկներ, բամբակյա վերնաշապիկներ են, այս հատվածներ զեղչերի հատվածն է, ինչ որ կար, բերել են այս անկյունում են դրել, հիմա տեսնենք միասին, թե ինչ են դրել։ Սիրելի հետևորդներ, ցույց կտամ ինչը որ հնարավոր է, որն է որ արդեն հասկանալի կլինի, երաժշտություն կդնեմ, դուք այդպես կուսումնասիրեք, բայց ամեն խանութ մտնելիս կասեմ, թե ես որ խանութն եմ մտնում, որպեսզի ձեզ համար պարզ լինի տեսականին եւ համեմատեք տարբեր խանութները իրենց ապրանքներով։ Սա H&M-ն է, չենք մոռանում։ H&M անգլերենով, բայց մենք H&M ենք ասում, չգիտեմ, լեզուս էլ այդպես է սովորել։ Ինչ որ մի բան որ անհասկանալի ասեմ, դուք արդեն կգրեք մեկնաբանությունում, կտեսնենք։ Եթե ուշադրություն եք դարձնում, շորիկների մեծ մասը կարճ են, որը որ այստեղ ընդունված է։ Ահա, այս մեկը երկար է, ես նաև շորիկներ եմ նայում մի դեպ։ Լավ կտոր է, շատ սիրուն, լավ կտոր է։ H&M-ի համարներն էլ ինձ գրեթե գալիս են, իրենք մեծ համարներ են, էլի, այսինքն իրենց M-ը ինձ լինում է, երբեմն վերնաշապիկներ կան, որ S-ն եմ նույնիսկ վերցնում, և գիտեք, որ արդեն ձգվող կտորներն եմ ես սիրում, վերնաշապիկներ, այստեղ էլ արդեն դուրս գալիս, այս սիրուն ամառային շորիկը, տեսա, հլը մոտենանք, տեսնենք ինչ կտոր է, սատին, որ ասում են, այդ սատին է, 40 եվրո, լավ է, ծովափնյա, թեկուզ շոկ տեղերի ապրողների համար շատ հավեսով շորիկ է։ Ուրեմն մտա Կիկո, Կիկոն իտալական կոսմետիկայի խանութ է, և այստեղ էլ էլի զեղչեր են արված, տեսնենք թե ինչ է զեղչված, միասին նայենք, այդքան էլ բան զեղչված չէ, շուրթերի կոնտուրներ են, մատիտներ են, ասա այսպես, և փորձարկվող մատիտները այսպես դրված է թեստերը, նայում ենք, տեսնում ենք, սրանք է շրտներ կեն, մարդկա փոքր է այս խանութը, խծկված հազիվ եմ նկարում, մի օր ինձ մեդալ են տալու, որ այսքան մարդկանց մեջ ես կարողանում եմ ազատ տեղ գտնել, սրանք էլ էլի նման շրտներ կեր են, տարբեր գույների, բայց այդ մատիտները նաև կարելի է եզրերին էլ կսել, այս լայների սրիչ է պետք, ահա, գները պարզ երևում է 4 քանիս, դե հիմա եկել եմ մտե Փխոմոդը, ֆրանսիական Փխոմոդն է, հենց Ֆրանսիայում արտադրվող, այս խանութը եթե մտանք հիմա ինչ տեսանք, նշանակում է այս տարի գարնանը այս է մոդան, միշտ ասել եմ Փխոմոդում ինչ կա, ուրեմն մոդան դա է, հիմա տեսեք ինչ գույներն են այս տարվա, գարնանային գույները, և վերնաշապիկներ են էլի շատ, նմանատիք փորիկ մորիկներով, ես այդ դոշերին, որ փորիկներ են լինում, այդքան չեմ սիրում ճիշտն ասած, բայց տեսեք փաստորեն մոդան փորիկներով է, չգիտեմ ուրիշ բառ ինչ ասեմ, փորիկները սրանց եմ ասում, բարակ են, շատ բարակ են, նույնիսկ 30 եվրո, թեթև, շատ հաճելի խառը գույներ են, կարելի է տարբեր գույնի շալվարների թաքնել, չնայած իրենք այստեղ ներկայացում են, հեսա հատուկ սա ինձ համար է ստեղծված, իմ սիրած ձևն է, բազմիցս ասել եմ կարճ, թևով, բայց մի քիչ տաքոտ, նմանատիպ բլուզներն եմ սիրում, չգիտեմ սպորտային այդքան շատ չեմ սիրում դե այստեղ, որ այդ թիվն է գրած էր, կարծես սպորտային լիներ, բայց ինձ դուր են գալիս նման վերևները, սա շորիկ է, 49 է, այսինքն 50 եվրո, բան էր, բատիստա բամբակային էր, այս գույնը շատ լավն է, տեսեք գույները ես են, ուրեմն մոդայի մեջ են, ջինսերն են նորից մոդա, ժողովուրդ ջան, ջինս է ամեն ինչը,
Հիմնականում ավելի շատ երևի մուգ գույնիները, ոնց որ դրանք են ավելի աչք զարնում, վերնաշապիկներ, սա էլ նույն գույնի բլուզներ են բարակ, տեսեք, կարելի է տոնական էլ լինի, 25 եվրո, դե այդ մի քանի սանտիմներն է դրած է 26 եվրո, ահա տեսեք իրենք էլ այսպես ձևավորել են, ցույց են տալիս, թե ինչ եթակներ, Այս են մոլդովական վերնաշապիկների նման է, էլի կարծես թե մի ժամանակ էր լավ մոդա, բայց ես էլի չեմ հագել, չգիտեմ, շալվարը լավն է, շալվարի գույնը դուրս է գալիս, կրակագույն մի քիչ ավելի, սպիտակ վերնաշապիկ, այդ վեաձև ինձ դուր է գալիս, բացվածքը վեաձև, կոշիկներ են, այստեղ ինչեր ունենք, շալվարներ են ջինսը, կտրած, Ես գիտեք, երադասում եմ ձգվող կտորներով, բայց սրանք ձգվող չէին, այս կողմն էլի սպիտակ այս վերնաշապիկը դուրս եկավ, ճիշտ որ ասեմ, պարզ էր էլի, շատ ինչ-որ փոփորիկներ չկային, այս գույնն էլ էր լավ ավելի, ահա, երևի այս գույնը ավելի լավն է, քան սպիտակը, ես սպիտակից այդքան է բան չեմ, գլուխ չեմ Մտա Զառա, հիմա Զառայում եմ, իրոք այս պայուսակը դուրս եկավ և այս փոքր չափով ինքը ավելի սիրուն է, հիմա ես մեծ չափն է կտեսնեմ, որտեղ է դրված ցույց կտամ, բայց փոքրը սիրուն էր, ինչ արժե 29 եվրո, շատ սիրուն էր, այստեղ էլ նորից նմանատիպ, էլի վերնաշապիկներ, վերև այսպիսի, շատ ծանր կտոր էր, սենց ռեզինա տիպի, սենց կախվող, Ես ծանր բլուզներ, կտորներ չեմ սիրում, շալվարներն էլ սրանք են մոդա, լայն շալվարները և այդ փողքի մասերը կարող է մի փոքր նեղ լինի կամ էլի լայնանա, բայց մի յուրահատուկ ձևով է, այս սևը ավելի սիրուն էր, ահա Ժորժան եկա գտա նորից իմ սիրած մոդելը, սա էլ գծավոր էր 35 եվրո, 35 ու 90 էլ 36 եվրո, Զառայում ենք հիմա, Եվ տեսնենք էլ ինչ կա, այս կողմերը հեսա շալվարի այդ ձևն էր, մյուս կողմում էլ վերարկուներ, այստեղ էլ է սպիտակ էլի բլուզն է, շատ բարակ մի տեսակ խշխշան կտոր էր, 20 եվրո, ահա, գանք ես մյուս մասը, տեսնենք այստեղ ինչ ենք տեսնում, Մտա 4 սեզոն, 5 սեզոն չգիտեմ ինչ խանութ է, այստեղ միշտ այսպես տոնական շորեր են, տոնական շորերն էլ են ինձ իհարկե հետաքրքրում, մի քիչ նայում եմ, տեսնեմ ինչ գույն կա, սրանք էլի համապատասխան իրենց կոշիկներն են, չնայած ես կոշիկ չեմ փնտրում, ուղղակի նայում ենք միասին, Գույներից էլ սևն էր, այնտեղ կանաչներ դուրս եկավ, սրանք էլ սիրուն պայուսակներ էին, էլի այստեղ դրված գները, միջին գներ էին մատչելի, շատ թանկ խանութ չէր, սա էլ 43 եվրո արժե։ Եթե ողալին եմ եկելու եմ մտեմ մի հատ է պխի մարդ տեսնեմ ինչ կա չկա, ինչ որ չլինի դրան շեմքի ձևի փոքրիկ գորգիկ կգնեմ, եթե լինի էլ իմ ուզած։ Տեսեք ինչ սիրուն բան է խոհանոցի համար, իհարկե արհեստական ծաղիկներով է, բայց հենց ինքը այս կուվշինը դուրս եկավ պատուհանի գոգին դնելու, շատ սիրուն էր հավանեցի, տեղ չունեմ, թե չէ կգնեի, սա էլ փոքր է, բայց այդքան էլ լավ չէ, կակաշները զգացում է շատ արհեստական լինելը, իսկ այն մյուսը լավն էր, իմ ուզած այդ փոքրիկ գորգը շեմքի չկար, այնպես անեմ, որ մարդիկ չնկարվեն, Գնամ ունիկրո էլ մտնեմ, նայեմ, եթե փակ չլինի ժամը 7-ն է արդեն, նատեզևի պեչենի վերցրեցի, ոչ թե պեչենին էր կարևոր, այլ տուփը, թեթև է շատ հարմար է այս պլաստիկի տուփը, համեմունքներ բան եմ լցնում, խոսքով առաջ գնամ էդեր նայեմ ու արդեն ահագին քայլեցի, լավ սպորտ արեցի, վերև ներքը, նայեցի ահագին բաներ, ինչը հետաքրքիր էր, մի խոսքով գնացինք ունիկրո
Այստեղ Կամայո խանութն է գտնվում, որ մի ժամանակ ես հաճախ էի մտնում, հետո փակվեց, հիմա դուրս է եկել B Կամայո, բայց չմտա ու հեռվից տեսեք նույն մոդելներն են կախված շալվարների։ Հիմա Uniqlo-ում եմ, ճապոնական խանութ է, որակը կտորները ամեն ինչը շատ լավ են, մինիմալիզմի մեջ են, այսինքն պրակտիկ առօրյա հագուստներ են այստեղ լինում։ Uniqlo-ն էլ մտա, որևէ բան չգնեցի չկար, բայց ընդհանուր դե նայեցի տեսականի գրեթե նույնն էր, սպասենք գարնան նոր մոդելների կամ ինչ-որ գարնանային բաների, ես ինչ է բացվել, ստեղ ես չեմ տեսել, հələ մի վայրկյան գնամ նայեմ։ Ֆրանսերեն Օլիստեր, հաշը չի կարդացվում։ Ահելների խանութ էր։ Վայ, ոնց չեմ սիրում մութը, ճանապարհս երկարացրեցի։ Պատտվելով եկա դամաղից այդ ընթացքում մեզ հասցա, որ խանութը փակվում է, տեղափոխվում են 5 քաղաք ավելի լավ, ինձ ավելի են մոտ կան, չնայած շատ մոտ էր։ Մի խոսքով մի հատ լավ մեծ պտույտ արեցի։ Հիմա գնում եմ տուն, ժողովուրդ ջան, չեմ սիրում մութը, սիրտս նեղվում է, միշտ չեմ սիրել, հիմա առավել եւս։ Չգիտեմ, եթե դուք էլ չեք սիրում մութը երեկոն, որ մտնած է, գրեք միգուցե գեր զբաղված եք երեկոյան, չնայած ես միշտ հիմնականում երեկոյան եմ շատ բաներ անում, կարեն սա մասնա։ Էլի սա ակտիվացավ։ Երեկոն եկավ ակտիվացավ։ Գործերս անում եմ, զբաղվում եմ, որ չզգամ, որ մութ է։ Մի խոսքով քիչ բաներ մնաց, այդ էլ կդասավորեմ ու ցույց կտամ։ Մի քիչ էլ համբերեք։ Երեկոյան լիլը վայելելով գնանք սիրելիներս։ Սա շատ հայտնի տեղ է, որտեղ միշտ տոնական միջոցառումներ են անում, նույնիսկ ծննդյան օրեր, հավաքույթներ, ժողովներ, գարաժի անունը եւ ամեն օր լիքն է լինում, նույնիսկ այս հատվածում, որ մի փոքր սրճան են դրել, մշտապես շատ մարդ կա։ Հաջորդ առավոտյան իմ նախաճաշն է, տեսեք ինչ եմ նախաճաշելու։ Բարի լույս, նոր օր է սկսվել, ես գնում եմ ունքերս հանելու, գնում եմ մետրո նստեմ և գնամ մեկ անցքես է ժամադրությունս, դե լավ, ունքերս հանելուց հետո կհանդիպենք։ Շորջան դե տեսեք ունքերս հանեցի, վերջացրեցի, գնում եմ տուն, եղանակը տաք է, ցուրտ չէ, բայց որ լողացել դուրս է եկեք գլխարկ եմ դրել, դուք էլ իմացեք շատ կարևոր է, որ լողանալուց հետո անպայման գլխարկով դուրս գաք ձմռան ընթացքում, դե ցուրտ ժամանակ էլի, կարող է ձմեռ լինի, այդ օրը շատ տաք լինի, բայց ամեն դեպքում արմատները սառն են, ինչքան էլ ֆենով տաքացնենք, թացեն եւ վնաս է։ Այս էլ էս։ Հիմա ոտքով եմ ուզում հետ գնալ, որովհետեւ այս թաղամասում խանութներ կան, խանութներ նայելով գնամ եւ այս թաղամասում գործ ունեմ, կա մի հատ Espace Fraternité, հաճախ ենք այդտեղ գնացել, գնամ այդտեղ տեսնեմ, թե իմ քաղաքացիության համար դիմաց դոսիեն ուր է հասել, իմ կոմպյուտերը նորմալ չի աշխատում, չեմ կարողանում նայել, այսպես խանութներ նայելով գնամ հասնեմ այդ ագենստվան, աժանսը ֆրանսերեն, որից հետո էլ ոտքով շարունակեմ կգնամ տուն։ Այսքան այս թաղամասում է լինում այդ արաբական շուկան եւ այս փակ շուկայի այս շուրջը միշտ ապրանքներ են մարդիկ վաճառում ու սենց ազատ չի տեսել ու հիացա տեսեք ինչքան լավ շինություն է մյուս կողմն էլ եկեղեցին է գմբեթը երևում է շորջան մտա դուրս եկա բանից պարզում է որ դեռ սկզբնական փուլում են իմ փաստաթղթերը 24 թվին դիմել եմ 25 թվին դիպլոմ են ուզել, դիպլոմը տվել եմ ու երբ արդեն իրանք մի հատ նամակ են ուղարկել մեզ, որ ձեր թղթերը ստացել ենք ամեն ինչ լավ է, այդ անցած տարվա 25 թվի հուլիսի մասին է խոսքը։ Հենց այդ օրն էլ իրանց մոտ ֆիքսված է։ Այսինքն, որ ես նոր եմ թղթերս դեպոզե արել, հանձնել, նշանակում է դեռ ստուգման փուլում չի։ Այսինքն, այդ մի տարին ընդեղ եմ կորցրել, հիմա 25 թվից իրենք պիտի, չգիտեմ, որ թվին ստուգեն ու շատ երկար տարիներ կտևի։ Շատ վատ է վիճակը Ֆրանսիայում, որովհետև շատ ուշ են իրենք նայում թղթերը, կարելի ասել չեն էլ աշխատում։
Բելգիայում թղթերդ հանձնեցիր, մի ամիս հետո, ամենաշատ 2 ամիս հետո քաղաքացիությունդ ստանում ես։ Իսկ այստեղ շատ երկար է տևում, այս բյուրոկրատիան ուղղակի սպանում է։ Դե այդպես էլի, կարևորը իմացա թե որտեղ էին թղթերս, այդքան բան է, մի գնամ տուն։ Մտա մանգոն, նայում եմ այստեղի տեսականին գրեթե նույնն է, տեսեք էլի ջինսերն են, եւ նկարում եմ անվտանգության աշխատակիցը մոտեցավ եւ ասեց, որ չի թույլատրվում նկարել։ Զարմացա, բայց դե բնականաբար իրեն լսեցի եւ ինչքան որ այս հատվածը հասցրել էի նկարել, դա բնականաբար պահպանել եմ, էլի ջինսե շալվարներ են, ջինսե այդպես բլուզներ, շորիկներ, կանացի բաժինը եւ տղամարդու բաժինը փոխել են տեղերով, բայց ոչինչ, սա էլի այսպես շղթայով սվիտր է, բայց բարակոտ կտոր էր, այդքան էլի սառը, ես ձեռք եմ տալիս, սառը կտորներ չեմ սիրում, եթե սառը չի լինում, դրանք եմ հավանում, էլի զեղչված է։ Շարֆերս եմ դասավորում ժողովուրդ ջան, նկարեմ, գցեմ շատ ունեմ շարֆեր, անհաշիվ, որոշ մասը վինտեջով վաճառել եմ, մի քանիսը տարել եմ Հայաստան, որը որ թեկուզ ինչ-որ մի ժամանակ ես կարող է օգտագործեմ, պահել եմ, հիմա սրանք էլ նկարում եմ, մի քանի հատ, քանի հատ կա, 1, 2, 3, 4, 5, 6 հատներ ես պահին նկարեմ, գցեմ, որը կվաճառվի, սիրում բաներ են, էլի նուրբ, սրանք դե բաներ կա, որ Հայաստանից եմ բերել մի քանիսը, որոնք միշտ օգտագործել եմ, հավեսով, ամեն ինչի հետ, շորիկների բաներ, այստեղ հնարավոր չի, նայում եմ, խանութներում էլ եթե նկատում եք, գնում եմ այնպիսի բան եմ ընտրում, որը որ նմանատիպ էլի ունեմ, այստեղի հարմար բաներ եմ գտնում, ինձ հարմար իմ աշխատանքի հետ, մի խոսքով, երբեմն ափսոսում եմ, ասում եմ ինչի ես էլ այդպիսի բաներ չեմ հագնում, չեմ առնում, շորիկ ունեմ հետս բերած, էլի կախած է, թե նախ հիմա չաղացել եմ այնի ժամանակ է եղել, մի խոսքով, այս գործը սանում եմ ու շատ հետաքրքիր ֆիլո խմորով ինչ-որ թխվածքաբլիթ եմ պատրաստել այն ստանդարտներից, փախլավայա տիպի բաներից դուրս եմ գալիս, մի քիչ նորություն եմ ուզում մտցնեմ, կպատրաստեմ, կհամտեսենք, եթե լավը կստացվի, ուրեմն տեսանյութ առանձին կթողարկեմ, դուք էլ կտեսնեք եւ կպատրաստեք, արդեն դե որ ասեմ շատ լավ է ստացվում։ Մի խոսքով սիրելիներս մի սրանք նկարեմ արագ տեղավորեմ ու անցնեմ դրան։ Սրանցից ուզում եմ ազատվել, տեղեր լինի, էլի դրա համար եմ ասում, մի հատ հավաքեմ, մաքրեմ այս ավելորդությունները, որից հետո արդեն պարզ կլինի ինչ եմ անում։ Մի փոքրիկ գորգել ենք առնելու հյուրասենյակի համար, վաղը շաբաթ է միգուցե գնանք խանութներով հələ գազնել նայենք, մի խոսքով հələ այսպես կիսատ է, հələ բաներ ունեմ, էլի նպատակային, այդ կանեմ, ցույց կտամ ու արդեն հետաքրքիր թեմա եմ ձեր հետ քննարկելու, թեմաներին կանցնենք, այսքան բան։ Տեսեք ֆիլո խմորով ինչ կարկանդակներ եմ պատրաստում, կարող ենք տարբեր միջուկներ դնել, սա էլ արդեն թխվելուց հետո, փայլփլուն, գրավիչ, ախորժելի, իրականում շատ համեղ կարկանդակներ են։ Ասեմ ժողովուրդ ջան, թխեցի, հենց իմ պատկերացրածները ստացվեց, տեսեք, այս 3 հատն է մնացել, 9 հատ էի թխել եւ արդյունքը գողացուցիչ է, արտակարգ է, ուրեմն տեսանյութ կլինի, դուք կտեսնեք, հենց հիմա էլ գայթակղվում եմ, պատկերացրեք 3 հատ կերել եմ, ախորժելի, անմիջապես ինձ կասեք, արագացրու, բաղադրատոմսը ներկայացրու։ Բարի լույս բոլորիդ, տեսեք հələ ինչ եմ նախաճաշում։ Չի այսեր մեր երեկոյան լցրել էի հունական յոգուրտի մեջ, տեսեք ոնց է պնդացել եւ շատ համեղ է, ինձ շատ դուր է գալիս հունական յոգուրտով ստամոքս չի ցավում։ Ահա տեսքը ցույց տամ, ինչպիսին է հունական յոգուրտ, տեսեք գրված է։ Եվ այսպես Եվ որից հետո մի որոշ ժամանակ որ անցնում է,
ջուր եմ խմում, դեղս խմում եմ, որից հետո էլ արդեն սուրճ եմ խմում եւ սուրճը խմում եմ երեկվա մնացած այդ կարկանդակից եւ հիմա ես հատուկ այս կարկանդակը մի օր անցած գծում եմ եւ խրթխրթան վիճակը դուք լսում եք։ Լսվում է, տեսեք ինչքան խրթխրթան է դեռ մնացել։ Շատ համեղ տարբերակ է, երկար չասեմ։ Տեսանյութը կտեսնեք։ Տեսնեմ ուր եմ գնալու, շաբաթ օր է, իհարկե կգնանք միասին։ Դե ես իմ նախաճաշը ավարտեմ։ Ես միշտ լավ նախաճաշում եմ ու երկար, այսպես վայելելով, հավեսով։ Ջորջան, երեք երական շարֆիկները ցույց տվեցի, չէ, մեկը արդեն գնել են, հիմա բերում եմ այստեղ այդ փոքրիկ ծանրոցս գցեմ ու արդեն գնամ խանութ եմ գնալու, տեսնեմ ինչեր կան, մթերային խանութ եմ գնալու գնումներ անելու։ Բա, տեսեք ինչ է կատարվում մեր քաղաքում։ Շատ հատուկ մեր քաղաքում միշտ այսպիսի ուրախություն է։ Ուսանողները հավաքվում են, նվագում, գումար են աշխատում եւ ավելի շատ մարդ է հավաքվում այստեղ, քանի որ հիշեցրեմ մեկ անգամ եւս մեքենայի ճանապարհը փակել են, միայն հետևային են դարձրել քաղաքի կենտրոնի այդ հատվածը։ Տեսեք ինչ է կատարվում։ Դեմ բարակ մաղում է, ոնց որ են ինչ ենք ասում, ձնքեր ասենք, ոնց որ դանից էլի, ես այլ անցեվանոց էլի չէի վերցրել, որովհետև նորմալ էր, +13 աստիճան է այսօր, բայց փաստորեն խոնավություն կա, էլի բավականին։ Ուղարկեցի ծանրոցս, այստեղը շատ լավն է, հարմար է, հազիվ եմ գտել, էլի միշտ ուրիշ տեղ էի գնում, տեղ չէր լինում այդ բաներում, արկղերում, որ տեղավոր էի այդ փոքրիկ ծանրոցները։ Հիմա ուզում եմ գնամ Մեծ Օղալիլի Կարֆուրը, հետաքրքիր բաներ կա, նայեմ տեսնեմ ինչեր կա, ինչ եմ առնում։ Այդ ձև համել որան ձև այլ դրսում շատ չեմ անգա, չնայած մի քիչ հեռու եմ Կարֆուրից, բայց ոչինչ, գնանք այնտեղ։ Արդեն Կարֆուրում եմ եւ տեսա, որ չինական ապրանքներն են դրել այս մասերում, որպեսզի մարդիկ նկատեն, որ բաներ էլ զեղչված են, հիմա տեսնենք ինչն է զեղչված, քանի որ այս օրերին չինական նոր տարին է, այսպես ասեմ, եւ առանձնացված է, իրենք այս հարցով շատ ուշադիր են, բոլոր ազգերի ուտեստները, եթե իրենց տոներն է, այդպես առանձնացնում են, էժանացնում են, սուրճերն են էժանացված, քարդն ու աղիմ սիրած սուրճն է, բայց մեծ տուփերով էր այս աղացվող սուրճը, էլեկտրատեխնիկայի բաժինը մտնենք, իդեպ նկատել եմ, դուք էլ կգրեք մեկնաբանություններում ճիշտ է, թե սխալ է, որ հատուկ էլեկտրատեխնիկայի խանութներում ավելի թանկ են գները, քան նմանատիպ հիպերմարկետներում։ Philips-ի Air Fryer-ներ եւ տեսնենք, թե այստեղ ինչեր ունենք։ Հիմնականում լցված են Air Fryer-ները, շատ կա լցված տարբեր ֆիրմաների, տարբեր լիտրերի, չափերի։ Նայում եմ, էլի ամեն դեպքում հələ նայում եմ, գիտեք, չէ, նինջաներն են շատ գովում։ Սա փոքր չափն է, 5.2 լիտր, չնայած կոնկրետ մեզ համար 2 լիտր, 2 հոգու համար հարմար է, էլի։ Այստեղ լրիվ էլեկտրական սարքեր են, այ, Mulinex-եր մյուս կողմում էլի, սա էլ Մեդեկն է, սա ինքը ուղիղ ֆիրման չի, այս Մեդեկը ոնց որ ժեներիկ լինի, էլի, այսինքն ֆիրմայի նմանակող, ահա, այդպես։ Mulinex, այստեղ գանք տեսնենք ինչեր են, փոշեկուլներ են տարբեր մոդելների, տարբեր գների, գործերից վերջացնենք, ինձ էլ է անհրաժեշտ նոր մոդելի փոշեկուլ գնել, արդեն 10 տարի օգտագործում ենք մեր փոշեկուլը, այստեղ ինչ ունենք, այստեղ էլ ունենք միկրոնդներ, միկրոալիքային վառարաններ հայերեն, տարբեր էլի չափերի, փոքր, միջին չափի եւ տարբեր ֆիրմաների, փաստորեն այս օմը ոնց նկատեցի Կարֆուրի ֆիրման էր, հա, առաջին անգամ տեսա, չէի տեսել,
Ահա, նորից նինջան, սա էլ մեծն է, մաքսին է, 230 եվրո արժե, սա մեծ ընտանիքի համար է երևի, տեսեք են օմը, այ հետաքրքիր էր, այ չէի տեսել երբեք, Carrefour-ն է պատվիրում, էլի Carrefour-ի արտադրությունն է, ահա, սա էլ արդեն այդպես խորովելու համար է, ժողովրդյան բլինի թխելու համար է, գինը 60 եվրո, այստեղ էլ միքսերներ էին, այս մասում էլի air fryer, Tefal, ահա, բայց ես ծանոթ չեմ այդ Tefal-ի, սա էլ արդեն ֆրուտերնիցան էր, մի խոսքով տեսեք, գների իջեցումներ են այս բաժնում, առաջ շարժվենք, տարբեր բաժիններ գնացի, լիքը մարդկար չնկարեցի, միայն ուզում եմ ձեզ ցույց տալ պանրի բաժինը, որ մի երկար բաժին է, կրեմային պանիրներ, հալվող պանիրներ, քսովի, այսպես ասեմ, պանիրներ, տարբեր համերի, այծի պանիր, ոչխարի պանիր, կովի պանիր, կարճ ասած տեսեք, թե ինչպիսին են այստեղ տեսակները, 1200 տեսակ կա պանիր, Ֆրանսիայում բնականաբար այստեղ այդքանը չկան ներկայացված, բայց շատ տեսական է, որ երբեմն խճճվում ես, չես իմանում, թե որը վերցնես, չնայած ես ունեմ իմ սիրած պանիրները, և այստեղ նայում եմ, թե ինչ պանիր կա, ուզում եմ աղցանի համար վերցնեմ, և եթե ինչ-որ պանիր լինի, մի հատ այդ պանիր ուրիշ կվերցնեմ, որից որ ենթադրենք երկար ժամանակ չենք կերել, էլի, փոփոխում ենք պանիրների տեսակները, սրանք էլ մեջը, որ փափուկ է լինում, այդպես պանիրներն են, որը շատ վատ է լյարդին, խոլեստերինին, պանիր ընդհանրապես վատ է, ես ուրախ եմ, որ պանրասեր չեմ, բայց երբեմն գնում եմ հենց իրենց այս պանիրները, ոչ շատ յուղոտները, ահա, սրանք եմ սիրում, ռոկֆորները իմ սիրած պանիրի տեսակներն են, առաջ գնանք, տեսնենք ինչ կա այստեղ ժողովրդյան այնքան շատ պանիր տեսակ կա, տեսնում եք, չէ, մարդիկ են կանգնած, ես հենց արանքներով բանով նկարելով գալիս եմ, ահա, սրանք են շատ լավ, այս կապրիս պանիրները և այս էլ իրենց կատնաշորերը, ահա, շատ լավն են, շատ համեղ, տեսեք, ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ համոզվեք, չնայած վերջին տարիներին գները շատ են բարձրացել, նախկինում այդ փոքր կտորները, որ հիմա 3 եվրոյի դրած 2.50, 1 եվրո էր, 1.10, հետո միանգամից թանկացավ, 100 գրամը, ահա, նայեք, ինչքան տեսականի կա, սա էլի Carrefour-ի տեսականին է, իրենց գնիքը դրված, տեսնեք, այստեղ ինչեր ունենք, էլի այդ նույն ներսը փափուկ պանիրներից է, այս էլ հալվող, ռակլետի համար, կարտոֆիլի վրա այդպես իրենք շատ են դնում, ես էլ եմ պատրաստում, շատ համեղ է, երբեմն դրանից էլ նաև պատրաստում եմ խաչապուրիներ, մի քանի պանիրներ եմ խառնում, դա լավն է, սա էլ հունական է տիպ պանիրն է, ոչխարի երևի դրանից կվերցնեմ, այստեղ էլի պանիրներ, տեսեք ինչքան երկար բան է, շարք է, մյուս կողմում էլ արդեն քերած պանիրներն են, որոնք որ արդեն օգտագործում ենք պիցաների և փլավների բանի վրա ենք լցնում, տեսեք ինչքան մեծ է սրահը, վայ այնքան շատ մարդ կա այս խանութում, մի քիչ առևտուր արեցի տանը ցույց կտամ, շոքից մեռա արդեն, հենց նոր կոչկեցի, որ հեսա դուրս եմ գալիս, կհանդիպենք տանը ցույց կտամ ու երևի սրանով էլ կավարտեմ այս տեսանյութը սիրելիներս, այս պահի համար այսքան է, մնացեք ինձ հետ, վայ ժողովուրդ ջան, ահա որ շոք է, ինչքան շոքը չի, ինչքան խոնավ ու հեղձուցիչ է, դրա համար սենց ճնշվեցի, չի պատկերացնում, որ այդ կարգի շոկ կնի, փաստորեն բարակ, շատ բարակ, այդպես պիջակի եղանակ էր, կուրտկայի էլի ձև բարակոտ, մարդիկայի միայն ես ձև էին դուրս եկել, ուրեմն շատ բան չեմ գնել, թվասեր եմ գնել եմ
ուրեմն բիո իհարկե, կիտրոնի հյութ, պետք է գալիս ես հաճախ եմ օգտագործում, ջրի մեջ եմ լցնում, խմում եմ, կիտրոն ունեմ, բայց մինչև կտրում եմ, սեղմում եմ, այդքան հաջող չի լինում։ Այս կլոր հացերից եմ գնել, հետո կիմանաք թե ինչու համար եմ գնել, էլի պանիր, այս տեսակ մի հատ էլ է ձեր սալատների համար, գնել եմ սրճամիջ, անցած անգամ Կարենի գնել էր արդեն, կերել են շատ համեղեր, այդքան ռամադանի կապակցությամբ բաժին էին բաց է Քարֆուրում և դնում են շատ անհաշիվ մարդ կար, սա 4 այդպես շերտերն է սումոնի կապցի տարած տեսակով, լավ է էլի բան եմ պատրաստելու, կարճ ասած այս քիչ առևտրը, մի երկու բան էլ ունեի գնելու, բայց չտեսա հետո արդեն ծանր էր։ Այսքանը սիրելիներս։ Դե սիրելի հետևորդներ, միշտ դուք կդիտեք իմ գնումները, սրանով ավարտվում է այսօրվա տեսանյութը։ Լավ մնացեք, շնորհակալ եմ դիտելու համար, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Ցտեսություն։